Уважаемые главы правительств, Հենց ԵՏՄ գործընկերներն են ջանում, որ Հայաստանը Եվրամիությանն անդամակցության դիմում ներկայացնի։ Այսօր ասաց ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, որ Երևանն առաջիկայում պաշտոնական գործընթաց կսկսի։ Որովհետև նրանք անդադ ասում են, որ մենք պետք է հանրակրվե անցկացնենք, իսկ հանրակրվե անցկացնել Եվրամիության անդամակցության հարցի վերաբերյալ հնարավոր է միայն, երբ որ այդ հարցը ձևակերպված լինի եւ այդ հարցից բխող հանգամանքները հայտնի լինեն, այսինքն երբ մենք դիմենք Եվրամիության անդամակցության համար, ստանանք համապատասխան արձագանք, ստանանք համապատասխան դրական արձագանք, ստանանք համապատասխան ավելի հստակություն քայլերի ժամանակային շրջանակների վերաբերյալ, այդ ժամանակ հնարավոր կլինի իրականացնել հանրակրվե։ Ինչպես Փաշինյանը, Ռուբինյանը եւս կոնկրետ ժամկետ չնշեց։ ԵՏՄ առաջնորդները Հայաստանին մինչև դեկտեմբեր Եվրամիության եւ ԵՏՄ-ի միջև կողմնորոշվելու սեղմ ժամկետներում այդ հարցով հանրակրվե անելու կոչով են դիմել։ Դուք ասեք ժամկետը ինչքան է, այ հենց հաշվի առնելով, որ այդ հարցի պատասխանը դեռ չկա, դրա համար հիմա հնարավոր չի անել հանրակրվե։ Ես չգիտեմ, որն էր պաշտոնական Նիկոլ Փաշինյանի բանավոր հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանի եւ թիմի ներկայացված ծրագիրը, որի օգտին երեք Նիկոլ Փաշինյանի կուսակիցները քվեարկեցին։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցությունից Արթուր Խաչատրյանը Փաշինյանի գործի ու նրա կառավարության ծրագրի միջև խճճվել է։ Իրանք ինչ են ասում, Եվրոպական միության հետ հարաբերությունները կառուցվելու են ՍԵՊԱ-ի հիման վրա, իսկ օրենքը, որով Հայաստանը հայտարարել է, որ սկսում է ԵՄ միավորման եւ անդամակցության գործընթացը, դա ուրեմն Հայաստանում մարդու իրավունքների, շրջակա միջավայրի պաշտպանության եւ այլ ստանդարտների բարձրացումն էր ԵՄ ստանդարտներին, այսինքն որևէ խոսք չկար, որ Հայաստանը դիմելու է Եվրոպական միությանը։ Մոսկվայից գրեթե ամենօրյա ռեժիմով թե Երևանի, թե Բրյուսելի հասցեին քննադատություն է հնչում։ Այսօր միանգամից երկուսը՝ արտգործնախարարությունը երկաթուղու ռուսական կոնսենսյան այլ երկրի փոխանցելու Երևանի ցանկությունը մեջբերեմ արևմուտքի կողմից Հայաստանի իշխանությանը շանտաժի ենթարկելու փորձ է որակել, հավանական համարելով, թե դրա դիմաց Երևանին բազմամիլիոնանոց ներդրումներ են խոստացվել։ Իսկ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը մեղադրել է, թե մեջբերեմ Եվրամիությանն անդամակցելու մտադրություն ունեցող Հայաստանը ցինիկաբար օգտագործում է ԵՏՄ հնարավորությունները։ Հայկական տնտեսվարողների դեմ կիրառվող անարդարացի եւ անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում ոչ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ոգուն, ոչ էլ առավել եւս Եվրասիական տնտեսական միության կանոններին, որովհետեւ ես ուզում եմ հիշեցնել, որ Եվրասիական տնտեսական միության գոյության ամբողջ իմաստը ապրանքների ազատ շարժն է եւ անմաքս։ Իսկ այստեղ մենք գործ չունենք ազատության հետ առնվազն դե ֆակտո։ Այսօր Հայաստանն ավելի մոտ է Եվրամիությանը, քան երբևէ։ Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Մարկուս Լամերտն այսպես է արձագանքել Երևանից Եվրամիության անդամակցության հայտին պատրաստվելու հայտարարությանը։ Նա կարևոր խորհրդանշական ազդակ է անվանել Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին անցած տարի ընդունված օրենքը։ Միևնույն ժամանակ ըստ Deutsche Welle-ի Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչն ընդգծել է, որ Եվրամիությանն անդամակցությունը տեղի է ունենում մեջբերում հստակ սահմանված արժեքների վրա հիմնված գործընթացի շրջանակներում։ Նիկոլ Փաշինյանն ասել էր, Հայաստանը պատրաստ է այնքան մոտ լինել Եվրամիությանը, որքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։ Քաղաքացիական պայմանագրի падգամավոր Սոնա Ղազարյանից հետաքրքրվեցինք։ Բրյուսելից հստակ ազդակներ ստացել են։ Եվրամիությունը գործընկեր է վստահելի, ով արձագանքել է Հայաստանի համար ամենաբարդ փուլերում երկու կարևորագույն մարտահրավերներին։ Առաջինը սահմանային լարվածության ընթացքում մեզ ուղղել է դիտորդական առաքելություն, բանակցությունների համար խաղաղ միջավայր է ապահովել, սա մեկ։ Եվ երկրորդը դուք գիտեք, ընտրությունների ընթացքում միայն մենք չէ, որ խոսում էին հիբրիդային գրողների, հիբրիդային պատերազմի փորձերի մասին, եւ թույլ տվեք ասել, որ Եվրամիությունը այն վստահելի գործընկերն էր, որը շատ սեղմ ժամկետներում Հայաստան ուղարկեց երկրորդ առաքելությունը, որը մեզ օգնեց հաղթահարելու կամ մասամբ հաղթահարելու այս մարտահրավերը։ Եվրոմիությունից մենք նաև ազդակ ստացանք ATM-ի վերաբերյալ, սա առանց մաքսային հավելյալ վճարումների մեր ապրանքների մուտքը եվրոպական շուկա ապահովելու մասին է։ ԵՏՄ-ի հետ Հայաստանի տնտեսության փոխկապակցվածությունը հաշվի առնելով, արդյոք իշխանությունը հաշվարկում է այն վնասները, որը հայտ ներկայացնելու պարագայում Հայաստանը կարող է կրել։
Այս տարվա առաջին կեսին ԵՏՄ անդամ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը ավելի քան 2.8 միլիարդ դոլար է կազմել։ Ավելի մեծ շուկա ունեցող Եվրամիության հետ առևտրի ծավալները շուրջ 1.7 միլիարդ դոլար։ Հայաստանի Հանրապետության համապատասխան անվտանգային նաև մարմինները ուսումնասիրում են բոլոր հնարավոր վնասները, բայց մենք կարծում ենք, որ մենք չենք սպառել Ռուսաստանի հետ դիվանագիտական ուղով խնդիրները հաղթահարելու ճանապարհները։ Եվրոպական միությունը բնականաբար որևէ միտք չունի Հայաստանի անդամակցության հարցը քննարկել կամ կանաչ լույս վառել։ Տեսնում ենք Թուրքիայի դեպքը, չէ, 40 տարվա չափ ճանգռում են եվրոպական դռները, դեռ ասում են, չէ, այդտեղ մնացեք։ Վրաստանի դեպքը մենք ունենք, ինչ կլինի Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ դեռ հայտնի չէ։